Մեզ պետք է ազգային արժեքների վրա հիմնված ու ազգայնական քաղաքական շարժումից ծնված ցեղակրոն պետություն, որը կվարի Հայաստանը կենտրոն ու հայամետ քաղաքականություն, որպեսզի Հայաստանը այս տարածաշրջանում դառնա ոչ թե Գազա, այլ Սպարտա։ Այստեղ տեղին է նշել մեր սպարապետ Նժդեի խոսքերը։ Ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն եւ հային։ Հավատում եմ, որ դու հրամայողաբար պիտի դառնաս ուխտված եւ վրիժակ սերունդ։ Դյուցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտի դառնա նոր Սպարտա արևելքի սրտի մեջ։ Սպարտա, քո երկիրը որպես նոր Սպարտա, կարող է գոյություն ունենալ տխուր արևելքում։ Ձգտիր, կարող ես եւ պիտի դառնաս։ Նեոբոլշևիկները խաբուսիկ օրվելական բառախաղերով փորձում են մեզ հիպնոզացնել եւ մեր գլխի տակ բաց դնել, անուղղակիորեն քարոզելով պարտավորականություն եւ հանձնվելու գաղափարախոսություն։ Հակահայկական նեոբոլշևիկական համակարգը ուզում է հայ ազգին վերջնականապես ծնկի բերել եւ ոչնչացնել, խեղդելով թշնամու օրակարգի դեմ պայքարելու եւ դիմադրելու մեր բնական ու առողջ բնազդը, որպեսզի Հայաստանը նորից չկարողանա ուժային գործոն դառնալ այս տարածաշրջանում։ Օրինակ, երբ խոսում են ներկայիս Հայաստանի 29800 քառակուսի կիլոմետր սահմանից, իրականում նկատի ունեն սովետական Հայաստանի սահմանները։ Երբ ասում են, որ պետք է խաղաղություն հաստատվի, իրականում նկատի ունեն ընդունել թշնամու լիակատար գերակայությունը։ Ճանապարհ բացելը իրականում նշանակում է Հայաստանի թրքացումը, իսկ դադարեցնել հակամարտությունը ասելով նկատի ունեն հանձնվել։ Սակայն կան արժանապատիվ ազգայնական հայրենիներ, ովքեր կարողանում են լսել իրենց սեփական ականջներով ու տեսնել իրենց սեփական աչքերով եւ հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում ու ինչ են մեզ հետ ուզում անել մեր թշնամիները ու նրանց հետ համագործակցող հայադավները։ Մենք կարողանում ենք տեսնել շղարշի ու պատրանքի միջով եւ վստահ ենք, որ այս արհեստական ճնշումը, որը գործում են մեր դեմ, մի օր ճիշտ ժամանակին, երբ օրինակ գա մեզ ճգնաժամը, կստանա հուժք ու հակազդում։ Այդ հակազդումը ոչ միայն կջախջախի ներկայիս պատրանքը ու նրանց բոլոր սատանայական ծրագրերը ուղղված մեր ազգի, հայրենիքի ու անկախ պետականության դեմ, այլև իրապես անկախ, միացյալ ու հզոր Հայաստան կերտելու ճանապարհը կբացի, որով մենք պարտավոր ենք լինելու անցնել մեր վճռական կամքով։